Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սահմանազատմամբ մենք նույնպես ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը եւ նվազեցնում, չեզոքացնում ենք խոցելիությունը։ Այս մասին լրագրողների զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Սահմանազատման գործընթացը շարունակվելու է Վրաստանի սահմանի անկյունից մինչև Իրանի սահմանի անկյունը։ Ես հուսով եմ, որ կանոնակարգի համապատասխան կիրականացվի եւ կանոնակարգը, քանի որ ամբողջությամբ նկարագրվել է գործընթացը, չեմ կարծում, որ վտանգներ կան, նշել է Գրիգորյանը։ Հավելենք, որ Մհեր Գրիգորյանը սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահն է։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտարարել է, որ Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է։ Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ եւ հավելել, որ Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը նպաստելու համար։ Մայիսի 28-ին նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից եւ կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը։ Այս մասին իր X-ի միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինին։ Կեցե հանրապետությունը, կեցե ազատ ինքնիշխան ժողովրդավարական Հայաստանը գրված է գրառման մեջ։ Ազգ հայոց, թուրքը մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության, գալիս է Արարատյան երկրի վրա։ Մեր վերջին արյունին ծարավ թշնամին նաև 107 տարի առաջ էր գալիս քանդելու ու քայքայելու մազից կախված մեր գոյությունը։ Հոգևոր առաջնորդի Գևորգ Սուրենյանցի այս խոսքերը համախմբեցին զինվորականին ու կամավորին։ Պետականություն չունեցող ժողովուրդը համախմբվեց։ Միասնական էինք, հաղթեցինք։ Նախ եւ առաջ այստեղ բոլորի գիտակցության մեջ այն խնդիրն է, որ սա վերջն է արդեն։ Եթե այստեղ չենք կանգնեցնում, չենք խնդիրը լուծում, ուրեմն ստացվում է, որ արևմտյան Հայաստանի ճակատագիրն ենք կիսում։ Այս առումով շատ կարևոր է գիտակցումը։ Իսկական հերոսամարտ էր Բաշապարանում, Սարդարապատում եւ Ղարաքիլիսայում։ Պանթյուրքիզմը իրագործելու թուրքական անզուսպ նկրտումներին խանգարում էին եւ արևմտահայերը եւ արևելահայերը։ Նրանք նպատակ էին դրել, վճռել էին հասնել մինչեւ Թբիլիսի ու Բաքու, բայց արյունալի այդ մարտերում հայերն էլ վճռել էին չսողալ թշնամու առաջ։ Հայոց ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին։ 20-րդ դարասկզբի ողբերգություններից հետո Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը իսկական փրկություն էր, հույս արևմտյան Հայաստանի բախտակիցը չդառնալու։ Դժվարությունները շատ էին, թվում էին անհաղթահարելի, անհամաձայնություններն էլ անթիվ էին, բայց միասնականություն կար։ Պատմաբանն է ասում, շարունակում է՝ մի բան, որը մեզ պակասում է հենց այսօր։ Համաժողովրդական միասնությունն է, ով գլխավոր դժբախտությունը չխուսափենք այդ բառից, այս բառակվածությունն է եւ փոխադարձ անհանդուրժողականությունը, որը պետք է ոչ թե մեր մեջ լիներ, այլ լիներ թշնամու հակառակորդի օտարի հանդեպ։ Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը վերցրեց Հայաստանը եւ այն հռչակեց խորհրդային հանրապետություն։ Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991-ին, բայց սա հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն էր։ Հաղթանակի շնորհիվ արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից եւ հնարավորություն ստեղծվեց պետականության վերականգնման։ Հայաստանի Հանրապետության ստեղծումը 1918-ին պատահականություն չէր, այն ընտրություն էր՝ թրքանալ, թե հայ սերունդներ ունենալ։ Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են, մեր ազգի կամքի ամենակարևոր դրսևորումներից։ Այս մասին ապարանում լրագրողների հետ զրույցում ասել է Տիգրան Ավինյանը, նշելով, որ արդեն 7-րդ տարին է մասնակցում է Բաշապարանի հերոսամարտի շքերթին։ Գլուխգործոց, որ հայ ժողովրդի հավաքական ուժն ու պատմական հաղթանակն է խորհրդանշում։ Սարդարապատի հերոսամարտը հավերժացնող հուշահամալիրը ամբողջացնում է ոչ միայն հայոց անպարտելիությունն ու հավերժական պայքարը, այլև ավանդույթներ ունեցող ճարտարապետությունն ու բազմադարյա ազգային մշակույթը։ Հայոց ողջ պատմության ընթացքում մենք նման մասշտաբի հուշարձան բացահայտված, մեկնաբանված ամբողջական Սարդարապատի համալիրը գտնվում է Արաքս գյուղի մոտ պատմական Արմավիր մայրաքաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Համալիրը կառուցվել է հենց այն վայրում, որտեղ 1918-ին հայ ժողովուրդը հաղթանակ է տարել թուրքական զավթիչ կանոնավոր բանակի դեմ։ Հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է, քանդակագործները Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանն ու Արա Հարությունյանը։ Մենք գործ ունենք արվեստի եւ մշակույթի եւ ճարտարապետության լեգենդների հետ, ովքեր իրանց
ժամանակների մեջ ստացավիկ էին իրանց եւ կատարողական եւ մեկնաբանելու եւ ապագայի հետ կապված տեղահար ուղերձներ փոխանցելու իմաստով։ Սարդարապետի հուշահամալիրը երազանցող որևիցե հուշարձանախում հայտնի չէ։ Գերմանացիները նշում են, որ մենք չգիտենք ում գործն է ավելի կարևոր եւ պատասխանատու եղել։ Այն մարդկանց, ովքեր որ Սարդարապետի ժամանակ կերտեցին հաղթանակը նրանց, թե այս ովքեր որ կարողացան այս հուշարձանախումբը ստեղծել։ Հուշահամալիրի մուտքը հսկող կարմիր տուֆից պատրաստած 8 մետր բարձրությամբ ցլերի քանդակները խորհրդանշում են հայ ժողովրդի հզորությունն ու անկոտրում ոգին։ Իսկ ահա կենտրոնում մոտ 35 մետր բարձրությամբ զանգակատունն է։ Որոշ աղբյուրների համաձայն 3 շարքով կախված 12 զանգերը համապատասխանեցված են Հայաստանի պատմական մայրաքաղաքների թվին։ Հարակից ձախ գտնվող ծառուղու երկայնքով մի շարքով 5 քարե արծիվների հսկայածավալ քանդակներն են, որոնք ի սկզբանե պետք է դեմքով ուղված լինեին Հայաստանի հարավային սահմանի եւ Թուրքիայի կողմը, սակայն թուրքական իշխանությունների բողոքից հետո խորհրդային կառավարությունը հեղինակներին հանձնարարել է փոխել արծիվների դիրքը։ Այժմ դրանք նայում են դեպի բիբլիական Արարատը։ Նրանց հայացքները լինի թե արևմտյան Հայաստան ուղված լինի, իրականում արծիվների խորհրդաբանությունը կամ իմաստաբանությունը չի փոխում, այդտեղ դրված է մեր նահատակների հոգիները, որոնք որ արծվի պես սավառնում են։ Հուշահամալիրը կառուցվել է 1968-ին եւ բացվել Սարդարապետի ճակատամարտի 50-ամյակին։ Այն ներառում է նաեւ Հայաստանի ազգագրության թանգարանը, որն ավելի ուշ է կառուցվել։ Հույս կա, որ 2026-ին կավարտվի պատերազմը եւ ռուսական տնտեսությունը կհայտնվի ուժեղ պատժամիջոցների տակ, սակայն դրա համար անհրաժեշտ է Ռուսաստանի Դաշնության վրա ճնշում գործադրելու ուժեղ քայլեր։ Այս մասին հայտարարել է Զելենսկին։ Իհարկե, մենք հասկանում ենք բազմաթիվ հետախուզական գործակալությունների շատ երկրների վերլուծականների վերլուծությունը։ Մենք հասկանում ենք, թե բյուջեի դեֆիցիտը որքան է լինելու։ Միգուցե դա աղետալի չէ նրանց տնտեսության համար, քանի որ այն հիմնականում ստվերային է, ասել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ ըստ նրա դժվար է վերլուծել, թե ինչն է ստվերում Ռուսաստանում եւ որքան ռեզերվ ունի այն պատերազմելու համար։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մայիսի 28-ին հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհայտարարվի Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունների նոր փուլի մասին։ Նա նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ պնդել է խտրական օրենքների վերացման մասին եւ շարունակելու է դա անել հաջորդ փուլում։ Լավրովը հիշեցրել է, որ Ուկրաինայի չեզոք արտադաշինքային միջուկային ազատ կարգավիճակին վերադառնալը հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի պայմաններից մեկն է։ Հիշեցնենք մայիսի 27-ին Լավրովն ասել էր, որ հաջորդ փուլը կարելի է անցկացնել Ստամբուլում, իսկ պատվիրակության ղեկավարին նշանակում է նախագահը։ Նահանգները ստացել է հրադադարի պայմանների իր տարբերակը եւ սպասում է նմանատիպ փաստաթղթի Ռուսաստանից, հայտնել է Թրամփի Ուկրաինայի հարցերի ներկայացուցիչ Քիթ Քելոգը։ Նրա խոսքով բանակցություններ կարող են անցկացվել Ժնևում, եթե գտնվեն փոխզիջման կետեր երկու կողմերի առաջարկներում։ Վատիկանը մերժվել է որպես բանակցային հարթակ, մինչդեռ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ղեկավար Լավրովը հնարավոր վայր է նշել Ստամբուլը։ Քելոգը նաեւ նշել է, որ Վաշինգտոնն ունի 22 կետից բաղկացած խաղաղության ծրագիր, որը իր խոսքով լավն է, քանի որ ոչ մեկի դուրը չի գալիս։ Միևնույն ժամանակ The Wall Street ժուրնալը գրում է, որ Թրամփը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը։ Ամերիկայի նախագահ Թրամփը հայտարարել է, որ հարևան Կանադան ցանկանում է միանալ Միացյալ Նահանգների ոսկե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգին։ Թրամփն իր Truth Social սոցցանցային էջում գրել է, որ Կանադան ստիպված չի լինի վճարել ոսկե գմբեթ հակահրթիռային պաշտպանության համակարգի օգտագործման համար, եթե այն դառնա Միացյալ Նահանգների մաս։ Ես Կանադային, որն այնքան շատ է ցանկանում լինել մեր հրաշալի ոսկե գմբեթ համակարգի մաս, ասացի, դա կարժենա $61 միլիարդ, եթե նրանք մնան առանձին, ոչ հավասար ազգ, բայց դա կարժենար $0, եթե նրանք դառնան մեր թանկագին 51-րդ նահանգը։ Նրանք դիտարկում են առաջարկը, գրել է Թրամփը։ Թրամփի կինը Մելանիա Թրամփը հերքել է լուրերն այն մասին, որ Հարվարդի համալսարանի դեմ սպիտակ տան քաղաքականության եւ իրենց կրտսեր որդու բարոնի այնտեղ չընդունվելու փորձերի միջև կապ գոյություն ունի։ Բարոնը չի դիմել Հարվարդ եւ ցանկացած պնդում, որ ինքը կամ նրա անունից որևէ մեկը դիմել է, սուտ է, ասել է առաջին տիկնոջ ներկայացուցիչը։
Երևանը ներառվել է ռուս զբոսաշրջիկների համար գարնանային հանգստի լավագույն 5 ուղղությունների ցանկում։ Այս գարնանը ռուսների կողմից ամենապահանջված արտասահմանյան քաղաքը եղել է Ստամբուլը, այնտեղ կատարվել է ամրագրումների 8%-ը, որին հաջորդում են Դուբայը եւ Մինսկը, որտեղ հանգստացել են զբոսաշրջիկների համապատասխանաբար 6.3 եւ 4.4%-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ունենան QR կոդ Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու համար։ Այն երկրների քաղաքացիները, որոնք իրավունք ունեն Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի, հունիսի 30-ից պետք է նախնական թվային գրանցում անցնեն Գոսուսլուգի RUID հավելվածի միջոցով եւ ստանան QR կոդ սահմանին ներկայացնելու համար։ Դա պետք է արվի Ռուսաստան մուտք գործելուց 72 ժամ առաջ։ Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում է ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման անվճար հանդիպումների անցկացումը։ Իրազեկման հանդիպումներին կարող են մասնակցել ֆիզիկական անձինք։ Կոմիտեն հիշեցնում է, որ հայտարարագրման վերաբերյալ հարցերի դեպքում քաղաքացիները նաև կարող են դիմել ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած սպասարկման բաժին։ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2025-ի հունվար-ապրիլին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.6%-ով, հայտնում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։ Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 3 միլիարդ 129.6 միլիոն կիլովատ-ժամ։ Մայիսի 24-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ոստիկանության քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն Նայիրի հյուրանոցում Չինաստանի քաղաքացիները գողացել են $40,000։ 51-ամյա Բիաոսիաոն հայտնել է, որ մայիսի 19-ին Թբիլիսիում 56-ամյա Ճգուիզենգը եւ Սիաուհուս Ճունը խաբեությամբ իրենց վաճառել են կեղծ ոսկյա ձուլակտորներ, վերցնելով $40,000 եւ 4,000 լարի։ Ոստիկանության աշխատակիցները նրանց հայտնաբերել են նույն հյուրանոցում եւ ձերբակալել խարդախության կասկածանքով։ Դեպքի արդիվ նյութերը փոխանցվել են քննչական կոմիտեին նախաքննություն իրականացնելու նպատակով։ Հայաստանում բենզինը ստուգվելու է ոչ միայն ներմուծման ժամանակ, այլև տեղափոխման եւ վաճառքի փուլերում։ Այս մասին հայտարարել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը։ Նոր միջոցառումները ըստ նրա հնարավորություն կտան վերահսկել վառելիքի որակը բոլոր փուլերում, ներմուծումից մինչև վաճառք։ Նման կերպ այն կդադարի մատակարարման ընթացքում վատթարանալ։ Արմավիրի մարզում Ծաղկալանջ Գեղակերտ ավտոճանապարհին ճակատի բախվել են Լադան եւ ՎԱԶ-2107-ը։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ին։ Բավականին օպերատիվ են գործել Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապահ-խմբերն ու ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի գլխավորությամբ։ Բժիշկները մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխել է, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Հյուսիս-հարավ ավտոճանապարհին Մալաթիայի տարածքում բախվել են Nissan X-Trail-ն ու ՎԱԶ-2104-ը։ Ավտովթարը մայիսի 28-ին է տեղի ունեցել։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։ Գագիկ Շամշյանի տեղեկություններով վիրավորը 04-ի վարորդն է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հատվածում հաճախակի էին լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քանի որ բացակայում էին լուսակիրն ու հետիոտնի համար նախատեսված լուսակիրը։ Բնակիչներն ամիսներ առաջ խնդրանքով դիմել էին այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովանիսյանին, որպեսզի այդ հատվածում այդ երկու լուսակիրները տեղադրվեն։ Դրանք տեղադրելուց հետո նշված հատվածում ճանապարհատրանսպորտային պատահարները կտրուկ նվազեցին, բայց ըստ բնակիչների Երևանի քաղաքապետարանը պետք է նշված հատվածում կատարի գծանշումներ, ինչն այդպես էլ չի արվել։